Բարև ընկեր, այսօր իմ ալիքում դու կտեսնես։ Այսօր մենք 0-ից փորձելու ենք ստեղծել կոնտենտ, որի համար մենք ունենք միայն գրված ձայն եւ ունենք տեքստ, ուրիշ ոչ մի բան։ Ցույց կտամ, թե որտեղից եմ ես իմ ֆայլերը ներբեռնում, ինչպես եմ վարվում այդ ֆայլերի հետ, որ մաքսիմալ քիչ ժամանակահատվածում ստանամ մաքսիմալ լավ արդյունք։ Եթե դուք ուզում եք, որ հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ չունենաք, ապա պետք է օգտագործեք այնպիսի ֆայլեր, որոնք պաշտպանված են կամ ունեք դրանց լիցենզիաները։ Այս դեպքում ես օգտվում եմ Envato-ից, որը տարեկան բաժանորդագրություն է պահանջում։ Գտնում եմ այս տաճարի լավագույն կադրերը եւ քաշում եմ իմ համակարգչի մեջ։ Եթե չունեք Envato-ի պատվիսկը, կարող եք օգտվել Pexels-ից, որը նույնպես տալիս է ձեզ հնարավորություն օգտագործել YouTube-ում կամ ուրիշ հարթակներում այդ կադրերը, բայց չգրանցել նրանց, այսինքն դուք խնդիր չեք ունենա ավտորսկի պրավաների հետ։ Հետո գալիս է երաժշտության ընտրության պահը, այս դեպքում ես նույնպես կօգտվեմ Envato-ից։ Լսելով ձայնը դու փորձում ես պատկերացնել, թե ինչ տիպի երաժշտություն, ինչ ռիթմի երաժշտություն կսազի ձայնի հետ։ Ուրեմն մինչ հիմնական մոնտաժին անցնելը, ընկերներ ջան, ուզում եմ ասեմ, որ ես անում եմ ԶՎԿ մոնտաժ։ Ինչա դա իրանից ներկայացնում։ Ձայնը, որը պետք է լինի երաժշտության հետ ըստ ռիթմի, նաև պետք է լինի ըստ բովանդակության, ըստ պաուզաների։ Այդ պաուզաներով նույնպես ես փորձում եմ ինչ-որ էմոցիոնալ ֆոն տալ վիդեոին։ Եկեք մի հատ լսենք ինչ եմ ստացել։ Ինդոնեզիայի Ճավա քաղաքում գտնվում է աշխարհի ամենամեծ բուդդայական տաճարներից մեկը՝ Բորոբուդուրը։ Այն հայտնի է իր աստիճանաձև կառուցվածքով, քարե քանդակներով եւ խորհրդանշական նախագծմամբ։ Բորոբուդուրը համարվում է Այսպիսի տեսք է ունենում, հիմա ձեր մեջ կարող է հարց առաջանալ, թե ինչի համար է այսքան մետքը շարվել звуկի վրա, ասեմ, կադրերը իրար հաջորդականությամբ պրոստը ռանդոմի պարյատկով թեքելը, դա այդքան է սիրուն չի, ինչքան որ ռիթմով է թեքվում։ Հիմա օրինակ բերեմ։ Պատկերացնենք այս 4 կտորը ունենք, որոնք մենք առանց ինչ-որ տենց որոշված ձևի, պրոստը sense ռանդոմ շարել ենք երաժշտության վրա։ Տեսնենք սա ինչպես է նայվում ու երբ որ ինքը երաժշտության բասով կթեքվի։ Հիմա նայում ենք տարբերակը ռանդոմ կադրերով։ Ինդոնեզիայի Ճավա քաղաքում գտնվում է աշխարհի ամենամեծ բուդդայական տաճարներից մեկը՝ Բորոբուդուրը։ Պատկերացրեցիք ինչ ձև է։ Իսկ հիմա եկեք նայենք, երբ որ ըստ ռիթմի է դրված կադրերը։ Ինդոնեզիայի Ճավա քաղաքում գտնվում է աշխարհի ամենամեծ բուդդայական տաճարներից մեկը՝ Բորոբուդուրը։ Ինձ թվում է տարբերությունը ակնհայտ է։ Հիմա նույն տեմպով ըստ դրված մետկաների շարունակում ենք կադրերը ավելացնել։ Այս մետկաները շարելով մոնտաժ անելը մի 10 անգամ երևի արագացնում է մեր գործը, որովհետև որ այս չանենք լսելով փորձենք ամեն բիթի հետ կամ ամեն տակտի հետ կամ ինչ-որ իմաստային ինչ-որ մի բան հավաքենք, դա երկար ժամանակ կտաներ։ Աշխատանքային process-ը նույնպես տենց ինչ-որ լայվ խակներ ունի, որը գալիս է ժամանակի ընթացքում փորձի հետ, դու ես քո համար որոշում, ես մի բանը կարամ սենց անեմ, այն մի բանը կարամ սենց անեմ, խիամ ինձ ստեղ տանջում, կարելի է այս մի բանը փոխարինել այս մի բանով, մի խոսքով, տենց բաները շատ են, որոնք ժամանակի հետ են գալի, իսկ ես ինչը որ ես օգտագործում եմ ժամանակի ընթացքում նաև կփոխանցեմ ձեզ։ Հիմա առաջացավ խնդիր, մեր կադրերը քչություն արեցին, ինչ ենք անում մենք այս խնդիրը լուծելու համար, եթե մենք չունենք ժամանակ նոր կադրեր քաշելու, պատկերացնենք այնպիսի աշխատանքը, որ մատերիալների քանակը սահմանափակ է, վերցնում ենք նույն վիդեոները, տեսեք, լայվ հակ եմ ցույց տալի, մենք օգտագործել ենք իրանից մի հատված, ճիշտ է, մնացածը ազատ է, այսինքն մենք կարող ենք այդ մնացած հատվածները օգտագործել։ Այդ նույն կադրերը բերում ենք նույն հաջորդականությամբ դնում ենք, վերջում արդեն մոնտաժի ժամանակ զումեր կանենք, չգիտեմ, ինչ-որ մի ձև եք խաբենք, որ չզգացվի, որ էսի նույն կադրերն է։ Հիմա փոփոխություններ ենք անելու,
կադրերի հաջորդականության հետ կապված, որ ավելի բնութագրող լինի վիդեոն։ Մենք հիմա տեխնիկական գործ ենք անում, տեխնիկականից անցում ենք կատարում, այս բային ավելի արդեն ստեղծագործականի։ Էլենդրա դինաստիայի ժամանակ Էլը եւ դարերով մնացել հրաբխային մոխրի ու Այստեղ մի պահ ես նկատեցի, որ իմ մետկայով լավ չէր գնացել, այսինքն ռիթմից ընկավ մոնտաժը, հիմա փորձենք ձեռքով այդ հատվածը դզել։ տակ Այստեղ կոնկրետ այն է, մետկան դրել եմ, բայց կադրը չեմ բերել, այսինքն բերեցինք հիմա։ աստիճանաձև բուրգի ձևով այն բաղկացած է 9 մակարդակից, որոնք խորհրդանշում են Մոնտաժը ստուգելուց հետո, կադրային հաջորդականությունը դզելուց հետո անցնում ենք արդեն էֆեկտներին։ Առաջինը, որ ես կուզեմ անեմ, դա տաճարի անունը After Effects-ով, tracking-ով դնելն է։ Դա համ դասի լոգիկայի մեջ է մտնում, համ էլ շատ սիրուն կլինի։ Եկեք փորձենք։ Այն Այս որ ասում է Բորոբուդուրը, այստեղ ուզում եմ գրենք Բորոբուդուր, սիրուն ու tracking անենք ինչ-որ մի կետի հետ։ Ինչ ենք անում դրա համար։ Premiere Pro-ն միանգամից After Effects-ի հետ աշխատելու ֆունկցիա ունի։ Աշկլիկ ենք անում Replace with After Effects Composition ու մտանք After-ի մեջ արդեն սրա հետ գործանելու։ Բերեցինք տեքստը, դրեցինք վրան, ինչա tracking-ը իրանից ներկայացնում, դա լրիվ առանձին դաս է, ես այս դասին պրոստը ցույց եմ տալի, այս դեպքում կոնկրետ ոնց եմ ես կիրառում։ Նշենք մենք track motion, որովհետև մեզի այտենց խորությամբ շարժ պետք չի, մեզի մենակ պոզիցիայի շարժ է պետք, ընտրենք մի հատ կետ, որը անխափան կմնա բոլոր վիդեոյի ընթացքում, սա մի քիչ կարելի է մեծացնել, որ լավ tracking անի, վсё գնացինք։ Վիդեոյի սկզբից մինչև վերջ այս կետը կոնկրետ tracking ենք անում։ Տեսեք, ընթացքում ինքը շեղվեց ինչ-որ չափի, մենք հիմա նայում ենք քեյերով, թե որտեղից է շեղվել, ստեղ միջև ստեղ լավ է, մնացածը ջնջեցինք, նորից տալիս ենք կադր, որ tracking անի, մի կադր, նորմալ է, շարունակություն։ Tracking-ը հաջողությամբ իրականացնելուց հետո մենք կցում ենք մեր արած track-ը մեր տեքստին, ինչպես ենք դա անում։ Տարբերակ 1, երկրորդը չեմ ասի, սարքում ենք null object, որի վրա, այս null object-ի վրա կցում ենք արած tracking-ի դատաները։ Edit target, նշում ենք մեր null object-ը, OK, apply։ Տեքստը այս գծիկով վերում կպցնում ենք null object-ին։ Հիմա մենք նայում ենք, թե շարժվում է արդյոք տեքստը այս տաճարի հետ միասին։ Ծառություն ունի, այդ ծառությունը մենք կարող ենք ապահովել 3D ռեժիմը միացնելով տեքստի վրա։ Տեսեք, այսինքն ինչ-որ շարժ տալու համար։ 3D ռեժիմը միացնելուց հետո արդեն լրիվ ուրիշ տեսք է ունենում մեր դրված տեքստը։ Այսքանից հետո մենք արդեն ունեցենք մեր տեքստը ճիշտ տեղում տեղադրված, բայց սա դեռ ամենը չէ։ Մեր տեքստը շատ տգեղ տեսք ունի, տգեղ պետք է սիրունացնենք մի խոսքով։ Սկզբից անիմացիա ենք ավելացնում, անիմացիան արագ անելու համար մենք ունենք Animation Composer plugin-ը, որը մեզ տալիս է հնարավորություն մեկ կլիկով տեղադրել անիմացիա մեր text layer-ի վրա։ Ինչպես, հիմա ցույց տամ, text preset-ներ, որից ընտրում ենք մեր տեքստի գրվելու ձևը, թե ինչ ձև կուզենք ինքը հայտնվի կադրում, շատ հետաքրքիր է, պրոստը ինքը out-էլ ունի, մեզի out-ը պետք չի, remove, մեզի out-ը պետք չի, մեզի in-ն է մենակ պետք, որ ինքը մնա, բայց ինքը շատ դանդաղ է ամել գալիս, արագությունն էլ կարող ես կառավարես այս բարձունակով։ Ավելացնելով ընդհանրապես մի glow effect եւ տալով իրան նալաժենիա, փոխելով իրան նալաժենիան, մենք արդեն ավելի սիրուն կադր ենք ունենում, որը կարող առանց մտածելու, որ վատնա, սիրուն չի, ավելացնենք մեր վիդեոյի մեջ։ After Effects-ում save եմ անում, Premiere-ում ինքը արդեն հայտնվում է, ոչ export, առանձին export-ի կարիք կա, ոչ ինչ-որ բարդություններ, շատ ամեն ինչ շատ արագ ու հարմար։ Այն հայտնի է իր աստիճանաձև։ Այսքանով մենք մեր մոնտաժը ավարտեցինք, սա կոպիտ ասած համարվում է մոնտաժի մեջ բալվանք, մակետ, որը տալիս են արդեն մյուս էտապային մոնտաժնիկին, ով որ անիմացիա կորը, զվուկամոնտաժը, իսկական զվուկամոնտաժի մասին է խոսքը եւ այլ գործերը։ Բաժանորդագրվեք ընկերներ ջան ալիքին, շատ հետաքրքիր վիդեոներ են հելնելու, նորեկների համար 0-ից Premiere Pro-ն, After Effects-ը, Photoshop-ը, բոլոր այն ծրագրերը, որ ես եմ տիրապետում, որ իմ ընկերները բոլորը անցնելու են այս ալիքում։ Այսօր այսքանը,
Շնորհակալ եմ, որ նայեցիք մինչև վերջ։ Ինդոնեզիայի Ճավա քաղաքում գտնվում է աշխարհի ամենամեծ բուդդայական տաճարներից մեկը՝ Բորոբուդուրը։ Այն հայտնի է իր աստիճանաձև կառուցվածքով, քարե քանդակներով եւ խորհրդանշական նախագծմամբ։ Բորոբուդուրը համարվում է հարավ-արևելյան Ասիայի կարևորագույն պատմամշակութային հուշարձաններից մեկը։